Բարի երեկո հարգելի հեռուստադիտողներ, եթերում Գալանյուս հավերվածն է։ Այսօր մենք տաղավարում հյուրընկալել ենք Պահպանողական կուսակցության նախագահ Միքայել Հայրապետյանին։ Բարի երեկո, պարոն Հայրապետյան։ Բարև ձեզ։ Մեր զրույցը երևի մենք սկսենք մի կարևորագույն թեմայից, որը արդեն ահագին ժամանակ քննարկվում է մամուլում, քաղաքական գործիչների կողմից, ուսուցիչների կողմից, այսինքն բոլոր շահագրգիռ շրջանակների կողմից, խոսքը վերաբերում է Հայաստանում օտարալեզու դպրոցների բացմանը։ Դուք որպես պրոֆեսիոնալ մանկավար, ինչ կարծիք ունեք այդ կառավարության նախաձեռնության հետ կապված եւ ձեր կարծիքով ինչու է հենց այս իրավիճակում նախաձեռնվեց նման դպրոցների բացումը, որ ասենք իմ կարծիքով այդքան էլ տրամաբանական չէ ներկա փուլում կամ մեր մտածելակերպի առումով։ Ավելին քան տրամաբանական չէ, եթե փոքրինչ կտրուկ լինենք, դա պարզապես դավաճանություն է։ Ես դավաճանության այլ տեսակ չեմ պատկերացնում, քան դավաճանությունը մեր արժեքներից, ազգային արժեքներից բարձրագույնի լեզվի նկատմամբ։ Սա կարծում եմ հույժ քաղաքական խնդիր է եւ ամենևին պրոֆեսիոնալ մանկավարժ պետք չէ լինել կամ պրոֆեսիոնալ հոգեբան պետք չէ լինել հասկանալու համար, որ սա ուղղակի խփում է ազգի գոյության հիմքերին։ Պրոֆեսիոնալ մանկավարժ պետք չէ լինել հասկանալու համար, թե քամիները որ կողմից են գալիս։ Սա երկսայրի սուր է, այն ինչ ձեռնարկել է այսօրվա ինքնահռչակ կառավարությունը։ Մենք լեգիտիմ իշխանության որևէ թև այսօր չունենք, դրա համար ինքնահռչակ բառն եմ օգտագործում։ Խայտառակություն է առաջին կողմով այն, որ սահմանադրության հանդեպ հանցագործություն է կատարվում եւ որևէ առողջ ազգ, որևէ փոքրի շատ է համարում ունեցող պետություն իրեն երբեք այդպիսի բան թույլ չի տա, չեք կարող բերել որևէ երկրի օրինակ, ուր տվյալ երկրի քաղաքացին չկրթվի, հանրակրթությունը չստանա սեփական, ազգային, պետական, մայրենի լեզվով։ Աշխարհում նման նախադեպ չկա։ Բացարձակապես չկա նման նախադեպ։ Մենք շատ ասում ենք Սփյուռքի մեր հայկական դպրոցներ, չէ՞, դրանք վերապահմամբ կարելի անվանել հայկական դպրոցներ, որովհետև հայկական է միայն այն դպրոցը, ուր բոլոր առարկաներն են անցնում հայերեն, իսկ Սփյուռքում, եթե 4 առարկա հայոց լեզու, հայ գրականություն, կրոնի պատմություն եւ հայոց պատմություն, եթե սրանք անցնում են հայերեն, ուրեմն կոչվում են հայկական դպրոց։ Մնացյալ հանրակրթական առարկաները, մասնավորապես միջին եւ ավագ դպրոցում անցնում են տվյալ երկրի պետական լեզվով։ Շատ վաղուց եղել է, այո, Սիրիայում, Լիբանանում եղել են հայկական դպրոցներ, որ այս նախաձեռնությունը ինչ վտանգ է պարունակում իր մեջ եւ ինչքան ժամանակ հետո մենք այդ ազդեցությունը կարող ենք զգալ, եթե ասենք այդ նախաձեռնությունը կյանքի կոչվի։ Մի հրաշալի գրող կար Մուշեղ Գալշյան, ես կարծեմ ձեր եթերում եւ ելի մեկ անգամ տվել եմ Մուշեղ Գալշյանի անունը, կարծեմ դարձյալ նույն օրինակը բերելով։ Միայնակ ծառը պատմվածքում էսպես է ասում, ծառը ժողովրդին, հա, ժողովրդի սիմվոլն է։ Ծառը սղոցում է, կարող է ծառը ապրել, բայց եթե հասավ մի կետ կա, դրանից այն կողմ անցար, ծառն այլևս տապալված է։ Հիմա դա այն կետն է, լեզուն այն կետն է, որից այն կողմ մենք այլևս պետականության մասին մտածել, նորմալ մրցունակ ազգ մեզ համարել չենք կարող պարզապես։ Իսկ հեռահար նպատակը, նույնիսկ հեռահար էլ չէ, մոտիկ է, վերցրել են ամեն ինչ որ մեր ժողովրդի քրտինքով ստեղծվել էր եւ դարերի ընթացքում եւ մասնավորապես պատերազմից հետո եղած խաղաղության շրջանում, ի նկատի ունեմ երկրորդ համաշխարհային պատերազմից հետո ստեղծված խաղաղ շրջանում, ինչ որ ստեղծվել էր, դրանք վաճառեցին օտարներին կամ թալանեցին, իրենք լափեցին։ Տգեղ բառ է, տհաճ բառ է, բայց ընտրության հնարավորություն պարզապես չկա։ Այո, լափեցին, վաճառեցին ուրիշներին։ Ստրատեգիական նշանակության ամեն բան կապը, երկաթուղին, տրված են ռուսներին, հիմա այլևս ծախելու ոչինչ չկա, վերջին աճուրդի հանված բարձրագույն արժեքն է, լեզուն, որ հանվում է աճուրդի, մենք դառնում ենք ողորմելի գաղութ, գիտեք, եթե տնտեսության ինչ-որ մի բան տվեցիք, դա երբևէ կարելի է վերականգնել, ինչու, որովհետև կապը տվեցիք, եթե դու առողջ ազգ ես, ալտերնատիվ նոր կապը կստեղծես քո ազգային եւ նա մրցակցության մեջ դուրս կմնա։ Իսկ եթե լեզուն կորսվեց, ալտերնատիվ լեզու, այլընտրանքային լեզու, այլևս անհնարին է։ Իրենց ապաշնորհությունը քողարկելու համար այսօրվա կառավարությունը ոչ չի կարողանում նորմալ դպրոց ստեղծել, Հայաստանում դպրոցներում ինչ վիճակ է, ուսուցիչների ցածր աշխատավարձ,
ցածր կրթամակարդակ, գեղեցկական կրթահամակարգ ամբողջությամբ չեն կարողանում բարելավել, երեխան դպրոցն ավարտում է ոչ ֆիզիկա գիտի, ոչ քիմիա գիտի, ոչ հայերեն գիտի, ոչ ռուսերեն, ոչ մեկ այլ օտար լեզու, որևէ բան լիարժեք տիրապետելով չի ավարտում։ Սա չեն կարողանում շտկել, ասում են մեղավորը լեզուն է, ոչ մեղավորը այն է, որ իրենք իշխանության չեն եկել ժողովրդի քվեով, իրենք զավթել են իշխանությունը։ Լավ, ես այստեղ չեմ հասկանում, կրթությունը չի խանգարում իրենց, ասենք, իշխանությանը կամ չի սպառնում իրենց իշխանությանը, որ ասենք կրթության ոլորտում են նման բարեփոխումներ կամ չասեմ բարեփոխումներ, փոփոխություններ անում։ Այո, խանգարում է։ Եթե դուք ուշադիր նայեք, թե ովքեր են այսօր մեր падգամավորները եւ կառավարության անդամները, կտեսնեք, որ գրեթե կիրթ, բարեկիրթ, գրագետ մարդիկ այնտեղ չկան, որովհետեւ գրագետ մարդիկ շատ կարճ ժամանակ անց ուղղակի կասեին, որ թագավորը մերկ է, պետք է փոխել այս իշխանությունը, այս համակարգը։ Բնականաբար ամեն ինչ արվում է գրագետ մարդկանց Հայաստանից վտարելու ուղղությամբ եւ դրա համար էլ հնարավորինս տգետացնել, հնարավորինս բաբելոնյան խառնաշփոթ ստեղծել նաեւ լեզվական մակարդակում, որպեսզի մենք առանց այդ էլ իրար չենք հասկանում, առանց այդ էլ խրամատավորված ենք հասարակության տարբեր շերտեր, հիմա մի հատ էլ լեզվական բաժանում։ Այսինքն իշխանական էլիտայի որակը այս բարակային բավականին ցածր է։ Այո, ոչ թե ցածր է, այլ հատակից ներքև է։ Լավ, պարոն Այրապետյան, ես չեմ հասկանում, այդ դեպքում ինչի համար մենք ունենք նման իշխանություն, քանի որ հարցի տրամաբանությունը ես բաց ընտրեմ, ինձ թվում է մենք ենք թույլ տվել, որ այդ իշխանությունը այդտեղ լինի, այդ որակական հատկանիշները կրելով։ Դուք ճիշտ եք ասում, մենք ենք թույլ տվել, ես եմ մեղավոր, իմ ընկերներն են մեղավոր, մեր ամբողջ ժողովուրդն է մեղավոր։ Այո, մենք պիտի ոչ մի պահ չհանդուրժենք պարզապես սրանց գոյությունը մեր կողքին, հասկանում եք, ստորաքարշի ժպիտը դեմքներից չնայենք դրանց։ Եթե տեսնում ենք որևէ հաստապարանոց սափրագլուխ, ինչ եթե մեծ հարստություն ունի, անցնում է մեր կողմով, փորձում է մեզ հետ բարևել, մենք չպիտի բարևն անգամ առնենք նրանց։ Պիտի քրիստոնեության սովորեցրած ձևով, եթե վսանցիր սատանա, դա ասենք ու շրջվենք, հրաժարինքի սատանա է, պիտի ասենք, պիտի հրաժարվենք, մենք անհանդուրժողականություն պիտի ցուցաբերենք, եթե ձեր եթերով որևէ կաշառակերի սրիկայի կտեսնեն, սիրելի հեռուստադիտողները թող պարզապես անջատեն, փոխեն ալիքը, մի թույլ տվեք, որ նրանք հարամեն ձեր օջախները, մտնեն ձեր սեղանակիցը, ձեր հացակիցը դառնան, այդտեղից է սկսում, քանի դա թույլ ենք տալիս, մտավ մեր տուն, լավ տեսնենք ինչ է ասում, թույլ եմ տալիս հեռուստացով կխոսի, հաջորդ վայրկյանին, դե լավ ոչինչ, 5000 դրամը կվերցնեմ, իմ ձայնով միևնույն է ոչինչ չի փոխվելու, կընտրեմ սրան, եւ